Հեքիաթի սահմանումներ վաղուց կան, դեռ սկսած Գրիմ եղբայրների ժամանակներից, կուզենայի նշել, որ Գրիմ եղբայրները պարզապես հեքիաթներ հավաքողներ, մշակողներ և հրատարակողներ չէին, այլ նաև տեսաբաններ էին, և այս տեսաբաններին է պատկանում հեքիաթի առաջին սահմանումներից մեկը։ Հետաքրքրական է, որ նրանք հեքիաթը համեմատում են առասպելի հետ, ասելով, որ հեքիաթը բանաստեղծական է, իսկ առասպելը պատմական։ Սրան հետևել են այլ սահմանումներ, չի ուզենա դրանց վրա առանձին կանգ առնել, ուրեմն հեքիաթի սահմանումը մեկ տեսաբանից մյուսը տարբերվում է կախված նրանից, թե հեքիաթի որ առանձնահատկությունն են առաջնային համարել։ Եթե գործառույթն է, ֆունկցիան է կարևորվել, ապա խոսում են հեքիաթի զվարճացնող, զբաղեցնող գործառույթի մասին։ Եթե սյուժեն է ավելի կարևորված, ուրեմն հրաշապատում կախարդական, երևակայական ինչ-որ իրադարձությունների մասին է